Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Մամ, ես գիտեմ, որ դու ինձ բոլոր հարցերում էլ մեղադրում ես։ Առանց բացառության բոլոր հարցերում, բայց խնդրում եմ քեզ, գոնե հիմա, գոնե այս պահին փորձի այս ամեն ինչին ուրիշ կողմից նայես, փորձի վերլուծես իրար կապես այս հարցերը։ Ինչը իրար կապեմ։ Հորդ մահը թե քո արարքները։ Ռաֆ, ես դա վաղուց եմ արել։ Չէ, մամ ջան, վերլուծի, խնդրում եմ։ Ախր դու ինձ ամենալավն ես ճանաչում։ Այս աշխարհում չկա մեկ, ով քեզնից լավ է ինձ ճանաչում, մամ։ Դու հաստատ հասկանում ես, որ ես ընդունակ չեմ մարդասպանության ու շատ բաների ես ընդունակ չեմ եղել, մամ, մինչև Մարիային հանդիպելը։ Ասա, որ ճիշտ եմ, ասա, որ ասածիս մեջ տրամաբանություն կա։ Հերիքա, Ռաֆ, հերիքա։ Հերիքա անընդհատ ուրիշներին մեղադրես։ Ես էլ չեմ պաշտպանում Մարիային։ Չեմ դնում գլխիս ու պտտում, բայց մարդ պետքա սեփական ուղեղ ունենա։ Ուր էր խելքդ, տղա ջան, ուր էր խելքդ, տղա ջան։ Դու գոնե քեզ ազատ էիր այդ ամեն ինչից։ Դու քեզ կրակը գցեցիր մեզ էլ հետը։ Մամ, ուղղակի ես Մարիային շատ եմ սիրել։ Ու մինչև վերջին րոպեն էլ վստահ եմ եղել, որ կկարողանամ գոնե ինչ-որ բան փրկել։ Բայց հիմա էլ այդպես չի։ Հիմա ես իրան ջնջել եմ իմ կյանքից ու ինքը էլ ինձ համար գոյություն չունի։ Չնայած գոյություն ունի, բայց մենակ որպես թշնամի։ Մարիան ամեն ինչի համար պատասխան է տալու։ Ու ես այդ գործը արդեն սկսել եմ, մամ։ Բա ուր մնաց այդ քո մեծ սերը։ Իսկ այսքան բանից հետո ելով կսիրեր, մամ։ Ես ինչքան Մարիային սիրել եմ, հիմա երկու այդքան արդեն ատում եմ։ Ու հաճույք եմ ստանում, երբ որ տեսնում եմ, որ իր կյանքում ինչ-որ դժբախտություն է լինում։ Ես հաճույք եմ ստանում, երբ որ տեսնում եմ, որ Մարիան լացում է, որ տխուր է ու ամեն ինչ անում եմ ու անելու եմ, որ ինքը միշտ դժբախտ լինի, մամ։ Այս ինչ մտքեր դու ունես, Ռաֆ։ Ես վաղուց պետք է այս ամեն ինչը հասկացած լինեի։ Ես վաղուց պետք է հասկանայի ու իր հետևից չվազեի, որ հիմա էլ իր պատճառովս ծանր մեղքը ու սերից չապրեի։ Այս վրեժ խնդրությունը ավելի վատ բաների կբերի։ Ռաֆ, ես քեզ մի բան եմ խնդրում։ Գնա երկրից, տղա ջան, գնա։ Գնա ու կյանքդ այնտեղ դասավորի։ Փախնեմ, մամ։ Չէ, Ռաֆ, այդ փախչել չի։ Մենք գիտենք, որ Դավիթը կապ չունի այդ ամեն ինչի հետ։ Ու քանի ապացույց չկա։ Ռաֆ, գնա երկրից։ Գնա կաշիդ փրկի, տղա ջան, գնա։ Ալո, Բալես ո՞նց ես, ուր ես հիմա։ աշխատանքի եմ, մի անհանգստացիր։ Անհանգստանում էի։ Ինչ ասես մտքովս անցավ, այդ Ռաֆը հոգեզ չի նեղացրել։ Չէ,
Ճիշտ է դժվար է Ռաֆի հետ, բայց որ իրեն ճանաչում եմ, այդ ինձ շատ է օգնում։ Կարողանում եմ ճիշտ պահին կառավարել իրավիճակը ու փրկել։ Մար արի չմոռանանք, որ այդ տղան քեզ սիրում է ու կորցրել է։ Ու այդ փաստն իրան վտանգավոր է դարձնում, ինքն ամեն ինչի պատրաստ է։ Ես իրենից չեմ վախենում։ Ես եմ վախենում։ Հեռախոսով ասացիր, որ լարվում ես իր ներկայությունից։ Մար կարող է սխալ են կարել։ Ես չպիտի համաձայնվեի քեզ հետ։ Արի Ռուբենին ասենք, մար։ Չէ, խնդրում եմ պապային ոչ մի բան չասես։ Ռաֆը համարյա խոստովանում էր, ուղղակի Ալան վատացավ։ Եթե Ալան չվատանար, ես հիմա ամեն ինչ կիմանայի։ Իսկ ինչի ես այդքան համոզված։ Կարող է ինքը ամեն ինչ հասկացել է ու քեզ հետ հավասար մտել է խաղի մեջ։ Չէ, վստահ եմ, որ չի հասկացել։ Շատ իզուր, մար։ Դու պետք է ամեն ինչ սպասես Ռաֆից ու ամեն ինչ հաշվի առնես։ Խնդրում եմ քեզ, պապային ոչ մի բան չասես, հա։ Ես վստահ եմ, որ Ռաֆը ինձ ամեն ինչ կպատմի ու ես ապացույցներ կունենամ։ Ռաֆ, լսի իմ խորհուրդը։ Ես քեզ վատ խորհուրդ չեմ տալիս։ Ես քեզ վատություն չեմ անի։ Մամ ջան, ես հասկանում եմ, որ դու վախենում ես։ Բայց հավատա, հիմա դրա կարիքը չկա։ Իմ դեմ ոչ մի ապացույց չեն գտել ու չեն էլ գտնի։ Ինչի ես այդքան վստահ։ Մամ, այդ Դավիթին ուղղակի որպես կասկածյալ չեն բերման ենթարկել։ Իր դեմ հստակ ապացույցներ կան։ Ու ես ընդամենը հիմա պետք է աշխատեմ այդ ուղղությամբ ու այդ ապացույցները ավելացնեմ կամ ճոխացնեմ։ Ինչ կա մտքիդ, Ռաֆ։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Մարիան զգա այն, ինչ որ ես եմ հիմա զգում։ Ռաֆ, դու հասկանում ես, չէ՞, որ այս գործի մեջ պետք չի դու աչքի ընկնես։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, մամ ջան։ Դու հանգիստ եղի, ես միամիտ չեմ։ Ու իմ անելիքն էլ լավ գիտեմ։ Հիմա ինձ ընդամենը մնում է հավաքվել ու սկսել գործել։ Ես արդեն սկսում եմ վախենալ։ Այդ դու չպիտի վախենաս, մամ։ Հիմա Նոնան ու Ռուբենը պետք է վախենան։ Ռաֆ, արի լսի իմ խորհուրդը, խնդրում եմ, գնա երկրից, Ռաֆ։ Եթե կուզես, ես ու քուրդ էլ կգանք, միասին կգնանք, նոր կյանք կսկսենք։ Ռաֆ։ Հալիլ։ Ապուլ սպաղված ես։ Չէ, ինչի։ Ուզում եմ հանդիպենք։ Կարոտել եմ։ Ես ինչ կտրուկ ես, Լիլիթ։ Դե հա, տեսնում եմ, որ դու ոչ մի քայլ չես անում, ասեցի գոնե ես անեմ։ Դու իմ վիճակը լավ գիտես։ Գիտեմ, հասկանում եմ, դրա համար էլ չեմ նեղանում։ Ուղղակի ուզում եմ հիմա հանդիպենք։ Լավ։ Կես ժամից ձեր տան մոտի այգում կլինեմ։ Լավ։ Ոնց եք, նանա ջան։ Լավ, Անի ջան, դու ոնց ես։ Լավ եմ։ Ասի գամ տեսնեմ մի հատ Մարիային։ Շատ ճիշտ բան ես արել։ Իրա սինյակում այս ականջամ թողա։ Ան, ես ինչ լավ բան ես արել եկել ես։ Հյուրերի չէիր սպասում, հա։ Սպասում էի։ Լավ, դե ձեզ չխանգարեմ։
Ան, արի նստենք։ Ան, ինչ լավ բան արեցիր, որ եկար։ Հիմա ես էլ որ չգայի, մի հատ չէր զանգելու, ինչ չէ։ Ան, կներես։ Գլուխս այնքան խառնա, որ մեկ-մեկ իմ մասին էլ եմ մոռանում։ Լավ, այս անգամ էլ ես ներված։ Բախտդ բերում է։ Դու պատմի տեսնեմ քեզնից ինչ կա։ Դե ինչ պատմեմ, ասպետս ուզում է հանդիպենք, ես էլ չեմ ու չում եմ անում։ Ինչի։ Ինձ թվում է դեռ շուտ է, թող մի քիչ էլ սպասի։ Ան, ես զարմանում եմ քո վրա, գիտես, անկեղծ զարմանում եմ։ Բայց ինչի։ Որովհետև ինչքան անլուրջ մի օրվա մարդ կար, հետը գնացիր, հանդիպեցիր։ Էլ չեմ ասում Եգիպտոսի պատմության մասին։ Իսկ հիմա այս տղեն, որ այսքան պայքարում է, դու բանի տեղ էլ չես դնում։ Դու պարտադիր, պետք է իմ հիմարությունները երեսով տաս, չէ։ Չէ, Ան, իրականությունն եմ ասում։ Չեմ ուզում, որ այս անգամ էլ սխալ քայլ անես։ Մար, հասկանում ես, ես վախենում եմ։ Մեջս մի տեսակ վախ ա մտել։ Բա որ այս մարդն էլ անկապ ինչ-որ տիպ լինի։ Էտո վայ է այդքան զանգում, եթե կարևոր է պատասխանի։ Չէ, Ան, կարևոր չի։ Արի ավելի լավ է մեր թեմայից չշեղվենք։ Ես չեմ հասկանում, դուք որ իրար հետ շփվում եք, դու չես հասկանում, թե ինքը ինչ տեսակ մարդ է, ինչ մտադրություններ ունի։ Դուք այդ ամբողջը իրար հետ չեք քննարկում։ Մար հասկանում ես, ինքը ասում է, որ իր ազգացմունքները այնքան շատ են, որ վիրտուալ աշխարհում չեն տեղավորվում, ու ինքը ուզում է այդ վիրտուալ աշխարհից տեղափոխի մեր իրական աշխարհ, մի խոսքով ինչ-որ խառը, տենց խելացի, դժվար բաներ ասում, ես չեմ հասկանում։ Ան, շատ ճիշտ է ասում։ Ու ինձ թվում է, որ լավ կլինի դու էլ քո վախերը մի կողմ դնես, անցյալից սխալներն էլ հետը։ Ու փորձես քո կյանքը կառուցել։ Կարող է եւ հենց այս տղեն է, որ պետքա քո կողքին լինի։ Մի րոպե պատասխանեմ գամ, հա։ Ոնց ես։ Այդքան էլ լավ չեմ, բայց մի քիչ հետո լավ կլինեմ։ Որ ինձ տեսել ես դրա համար։ Այդքան էլ չեմ։ Պարզը, մի պոնչիկի չափ չկամ։ Չէ, ուղղակի այնքան հաց չեմ կերել, չեմ հիշում վերջի անգամ երբ եմ կերել, սոված էի աղավոր։ Կասեր կգնայինք միտեղ հաց կուտենք կամ կգնայինք մեր տուն։ Լավ էլի Աբուլ։ Ես տանից եմ փախնում ու առհասարակ այդ 4 պատ հասկացողությունից։ Դու ինձ ասում ես գնանք տուն։ Ու առհասարակ ես զգում եմ, որ այս վերջի շրջանում սկսել եմ ավելի շատ նեղվել։ Դե պապայից հետո ընդհանրապես էլ տանից դուրս չեմ գալիս, կարելի ասել։ Հա, մենակությունը լավ բան չի, պետք չի մենակ մնալ։ Լավ, կեր, ինչի չես ուտում։ Դե, որ սոված էիր, որոշեցի ես էլ թողնեմ քեզ։ Դու հանգիստ կեր, ես տեղը գիտեմ, ասեմ ավելին, անգիր եմ արել։ Աբուլ, ես հասկանում եմ, որ հիմա քո մոտ բարդ շրջան է ու հավատա նույնն էլ իմ մոտ է։ Բայց ես կարծում եմ, որ մենք սխալ ենք անում, որ այն ամեն ինչի համար, ինչը որ չենք կարող փոխել, դրա համար մեզ պատժում ենք։ Ինչ ես ուզում ասել։ Դե ուզում եմ ասել, որ Դավիթի համար այդքան նեղվում ես, դրանով բան չես կարող փոխել։
Լիլիթ, հետաքրքիր աղջիկ ես։ Աղբերս իր չարածի համար հիմա բանտում է, ես ելն եմ պարեմ, հա։ Դե չէ, այդ նկատի չունեմ, սխալ հասկացար ինձ։ Արի փակենք, հա, թեման։ Չէ, Աբուլ, որովհետև դու ինձ սխալ հասկացար ու սխալ եզրակացություններ ես անելու։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ դու քեզ շմեղադրես նրա համար, որ դու այս պահին չես կարողանում Դավիթին օգնել։ Զբաղված էիր, որ զանգերից չէիր պատասխանում։ Հարավ, կներես։ Ինչ որ բան է եղել։ Մարիա, մեր խոսակցությունը կիսատ մնաց։ Անպայման պետք է շարունակենք ու ավարտին հասցնենք, դա իմ համար շատ կարևոր է։ Ու ես հազիվ էի կարողացել բացվել։ Լավ, կհանդիպենք, բայց ոչ հիմա։ Լավ։ Բա երբ։ Ես քեզ մի քիչ ավելի ուշ կզանգեմ, լավ։ Մարիա, եթե ես քեզ հոգնեցնում եմ, անկեղծ եղի իմ հետ ու տենց էլ ասա, ես քեզ կհասկանամ։ Ռաֆ նման բան չկա։ Ես քեզ ասել եմ, չէ, որ ինչ է լինի, ես քո կողքն եմ։ Լավ, կսպասեմ։ Լավ։ Մարիա, ես ճիշտ լսեցի, որ դու հիմա հերիքչի Ռաֆի անունը տվեցիր։ Մի հատ էլ խոստացար, որ հետը հանդիպելու ես։ Հան։ Ճիշտ է, ես չէի ուզում, որ այդ մասին ինչ-որ մեկը իմանար, բայց ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Ինչն ես բացատրելու։ Ես լուրջ հիմա իմ լսածին չեմ հավատում, Մարիա։ Ան մի էլ հավատա։ Որովհետև այս ամենը խաղ է, ձևականություն է։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Լիլ, դու հասկանում ես Դավիթի այնտեղ գտնվելը կողմնակի ազդեցություն է թողնում իր կյանքի վրա, որի մասին ինքն էլ չգիտի։ Ես էլ չեմ հասկանում, որ մի բան կարողանամ անել։ Այսինքն Աբուլ։ Հա։ Ինչ նկատի ունեիր։ Հեչ։ Անիմաստ խոսում եմ, մոռացի։ Չէ, դե եթե խոսում ես, ուրեմն ինչ-որ բան նկատել ես, կամ էլ Դե որ սկսել եմ կյանքից ոչ մի բան չբացառել ու ոչ մի բանի 100%-ով չհավատալ։ իսկ այդ ինչը չես բացառում կամ ինչին չես հավատում։ Դե օրինակ, որ Մարիան ու Ռաֆը չեն շարունակի հանդիպել մինչև Դավիթի դուրս գալը։ Ինչ ես խոսում։ Տես, քո համար այդ անհնար է։ Բայց ես ոչ մի բան չեմ բացառում ու մտածում եմ աղբորս մասին։ Ես չգիտեմ դու ինչի ես սենց դրամադրվել։ Բայց հաստատ այդ մի բանը կարող եմ այնպես անել, որ բացառես։ Ու ոնց։ Եթե մի անգամ այդ քայլին գնացել է, հիմա չի գնա։ Աբուլ, այդ սխալմունք է եղել։ Ու պետք չի ամեն անգամ ինչ լինում է այդ դեպքի հետ համեմատես։ Ու համել։ Արի չմոռանանք, որ Մարիան Դավիթի նշանածն է։ Չեմ մոռացել, բայց մի տեսակ չեմ վստահում։ Այս վերջում Մարիան մի քիչ շատ է միապաղաղ եղել։ Այն ժամանակ գոնե զանգում էր, հարցնում էր Դավիթից, հիմա կորել է։ Ու դու էլ մտածում ես, որ Մարիան Ռաֆի հետ է շփվում։ Այսինքն Ռաֆն է սպանել այդ մարդուն, Մարիա։ Հան, ես վստահ եմ, բայց ապացույցներ չունեմ, դրա համար փորձում եմ հետո մտերմանալ, որ իրենից ինչ-որ բան իմանամ։ Ես հասկանում եմ, որ վատ տարբերակ եմ ընտրել, բայց ուրիշ ելք չկա։ Ես պետք է օգնեմ Դավիթին, ու սիրտս պայթում է։ Այս քո հիասթափությունը քեզ բացի վնասից ոչ մի բան չի տալու։
Ոնց չի հիասթափվեմ անի։ Դավիթը արդեն քանի օր է նստած ինչ-որ բանի համար, որի հետ ինքը կապ չունի։ Բոլոր ապացույցները իր դեմ են։ Իրեն քննող քննիչն էլ ահա որ լարվել է Դավիթի դեմ։ Ինչ անեմ անի։ Մարիայի մասին էլ չասեմ։ Ինչի հետ ինչ ես ուզում ասես Մարիայի մասին։ Դե օրինակ այն, որ իրան նայելով հեշտ չես ասի, որ նշանածը բանտում է։ Ես ինչ ես խոսում Աբուլ։ Ան, Ես էլ ասում եմ ինչի Աբուլը տենց տարօրինակ բաներ ասում քո մասին։ հանդիպել ես Աբուլի հետ։ Հա, խոսել եմ։ Ինչ որ հստակ բան է ասել ան։ Դե ասում եմ վատ էր խոսում քո մասին, կասկածանքով։ Ես նկատել էի, բայց չէի ուզում հավատալ, որ ինքը այսքան խորացել է։ Ուրեմն ձեզ միասին միտեղ տեսել է Մարիա։ Չէ, ան որտեղ պետքա տեսած լիներ։ Ես իմ անհնար բան չեմ ասում։ Ոյ, ճիշտ է։ Այն օրը, որ Ռաֆը ինձ տուն ճանապարհեց, Աբուլը մեր տանն էր։ Խնդրեմ, ասում ես չէ։ Մտքիցս թռել էր ան։ Մարիա, դու շատ վատ բան ես մտածել։ Ճիշտ ասած ավելի լավ է ոչ մի բան չանես, քան ես գնով անես։ Ան Դավիթը բանտում է մի բանի համար, որը Ռաֆն է արել։ Ու ես չեմ կարող ձեռքերս սալած նստել, տեսնել թե ոնց է Ռաֆի իր կյանքը վայելում, իսկ Դավիթը իր արածի համար բանտում հայտնվում։ Ուրիշ տարբերակ էլ կլինի, Մարիա։ Պետք է ուղղակի մտածել։ Չէ, ան, միակ տարբերակը Ռաֆից ինչ որ բան իմանալն է։ Աբուլի փոխարենով էլ լիներ, նման ռեակցիա էր տալու։ Ես էլ չեմ զարմանում։ Ով ինչ ուզում է մտածի ան։ Ինչ ուզում է թող ասի։ Այս բայի դրությամբ Դավիթը իմ օգնության կարիքն ունի։ Ու ես չեմ կարող իրեն մենակ թողնել։ Իր համար ամեն ինչի պատրաստ եմ, ես ամեն ինչ կանեմ, որ օգնեմ իրեն։ Հա, բայց Ոչ մի բայց ան։ Ուրիշ տարբերակներ չկան։ Ես չեմ կարող նստել ու սպասել, թե Դավիթի գործը երբ է հասնելու դատարան։ Ու այդ ժամանակ ինչ որ քայլեր սկսեմ անել։ Հիմա ավելի շատ ժամանակ ունեմ, պետք է օգտագործեմ դա։ չգիտեմ ինչ ասեմ։ Լավ գոնե Աբուլին ասա, թող հանգստանա։ Չէ ան, ոչ մեկ չպետք է իմանա։ Եթե Ռաֆին հասնի, որ ես ինչ որ մտադրություններ ունեմ, ես էլ շանս չեմ ունենա Դավիթին օգնելու։ Մարիա, Ան, խնդրում եմ, վստահիր ինձ։ Սխալ բան չեմ ասում։ ախր ես քեզ վստահում եմ։ Ես այդ Ռաֆին չեմ վստահում։ Ու շատ վատ է, որ դուք հիմա սենց հանդիպումների մեջ եք։ Ես ոչ մեկին ոչ մի բան չեմ ասի։ Դու ինձ վստահի, բայց քեզ խնդրում եմ, էլի, մտածի։ Ու շատ լավ մտածի, Մարիա։ Հա ինչ կա որ Լիլիթ, անհնար բան չեմ ասում։ Աբուլ անհնար է։ Ինչն է անհնար։ Ասում եմ Մարիայի հետ ինչ որ բան է կատարվում։ Շատ հանգիստ ու անտարբեր էլ չեմ ասում, որ Ինչ որ։ արի փակենք թեման։ Հա, կփակենք թեման։ Բայց միայն նրանից հետո, որ իմանաս, թե ինչ եմ լսել։ Ու ինչ ես լսել։ Ես շատ պատահական մամայի ու Ռաֆի խոսակցություն եմ լսել, որտեղ Ռաֆը շատ բարկացած էր։ Ու մամայի մոտ ցույց էր տալիս իր բուրըն ատելությունը Մարիայի հանդեպ։ Ու ասում էր, որ Մարիայի բոլոր դժբախտությունների համար ինքը մենակ ուրախ է։ Ռաֆը ատում է Մարիային։ Հիմա հասկանում ես, թե ինչի եմ ասում, որ անհնար է, որ ենք միասին լինեն։ Ես Ռաֆին շատ եմ տեսել, բարկացած, շատ եմ լսել իր ատելությունը Մարիայի հանդեպ, բայց այս աստիճան ես իրեն երբեք չեմ տեսել։ Ռաֆը հիմա ամեն ինչի պատրաստ է, որ Մարիային ցավեցնի։ Ռաֆն ու Մարիան հենց հիմա ուղղակի թշնամիներ են։
Դրա համար եմ ասում, որ անհնար է։ Լիլիթ, Ապուլ, ես չեմ ուզում, որ դու անիմաստ ենթադրություններով տարվես ու Մարիայի մասին սխալ կարծիք կազմես։ Էլի եմ ասում, Ռաֆն ու Մարիան թշնամիներ են, ուրիշ ոչինչ։ Դրա փոխարեն ավելի ճիշտ կլինի, որ դու որպես եղբայր Մարիայի կողքին լինես ու իրեն օգնես։ Հայ, ես էլ եմ ուզում, որ մենք հաշտ ու համերաշխ ապրենք, բայց ես ոչինչ չեմ կարող փոխել։ Իմ ձեռքերում չի։ Դրա փոխարեն գոնե այնպես անենք, որ այս պատմության մեջ անմեղ մարդիկ չտուժեն։ Ինչա կատարվում Մարիայի հետ։ Ինչա կատարվում։ Ինչիա։ Աբուլ, մենք հիմա իրականում չգիտենք, թե Մարիայի ներսում ինչա կատարվում։ Կարող է իրան ուղղակի պետքա, որ ինքը մենակ մնա ու մենակ անի իր գործողությունները։ Չգիտեմ։ Լավ, արի քեզ տուն ճանապարհեմ, ես էլ հասկանամ ինչ եմ անում։ Լավ, բայց խնդրում եմ, այդ մտքերը Մարիայի մասին ուղեղիցդ հանի կլինի, Կփորձեմ։ որովհետև եթե Ռաֆի մեջ զգացմունքներ լիներ, ես Ռաֆին լավ եմ ճանաչում, իմ աղբերն է։ Ինքը անհնար է տենց արտահայտություններ թույլ տար իրեն։ Ես հասկացա քեզ։ Գնացինք։ Ալո, Հիմա ինչ մենք այսօրը տենց էլ չենք հանդիպելու։ Ռաֆ արդեն շատ ու շատ, թող մնա վաղը։ Վաղը կարող է տրամադրված չլինեմ խոսելու։ Այսօր է պետք խոսալ։ Ռաֆ, ախր շատ ուշ է։ Ես չգիտեմ ոնց կարող եմ տնից դուրս գալ, թող մնա վաղը անպայման կհանդիպենք։ Խնդրում եմ քեզ, Մարիա։ Սկսել ես ինձ օգնել մինչև վերջ շարունակի, լավ։ Կներեք, որ ուշացա, ուղղակի վերջին պահին բաժին կանչեցին։ Ոչինչ, Լևոն ջան, ոչինչ։ Ասացիր կարևոր բան ունես ասելու։ Դավիթի գործի հետ կապված, ինչ կա։ Մենակ լավ բան ասա, խնդրում եմ։ Հա, բայց լավ բան չունեմ ասելու։ Խաչատրյանը որոշել է գործ ուղարկել դատարան, որովհետև այլ կասկածյալներ չկան։ Հա, բայց Խաչատրյանի դեմը ոչ մի նորմալ ապացույց չկա, ոչ մի հստակ բան չկա, ինչ է դրանով անելու, ես չեմ հասկանում։ Ես գիտեմ։ Ես իր հետ խոսել եմ այդ մասին, բայց անօգուտ։ Ինքն ասում է, որ Դավիթն է գլխավոր կասկածյալը ու գործը պիտի մտնի դատարան, ու վերջ։ Ես զարմանում եմ այդ Խաչատրյանի վրա, գիտես։ Ինչ անելու։ Ձեռի տակ ոչ մի նորմալ ապացույց չունի։ Մեծ հանդիպում ունի մի հատ է ձայնագրություն։ Ինչ կարա դրանով անի։ Ես գիտեմ, բայց դու շատ լավ գիտես, չէ՞ որ Խաչատրյանին համոզելն անօգուտ է։ Ու ես չեմ կասկածում, որ դատարանում մեր դեմ գործի։ Ռուբեն, մենք ժամանակ չունենք, Դավիթի վիճակը ծանր է։ Եթե չգտնենք իսկական հանցագործին, ես չգիտեմ, դու էլ ես չէ՞ լավ հասկանում, որ մենք Դավիթին չենք կարողանա օգնենք։ Այս չլինի մտափոխվեցիր։ Ես կգամ։ Ու ինչ եղավ սենց արագ։ Նոր ասում էիր, որ շատ ուշ է։ Դե հասկացա, որ դու ճիշտ ես, որ եթե որոշել եմ քեզ օգնել, ուրեմն պետքա մինչև վերջ օգնեմ, անկախ ժամից ու ամեն ինչից։ Լավ, ես կգամ քո հետևից, մի քիչ հեռու կկանգնեմ, ժամը ուշ է։ Լավ։ Ինչի Սվետան չի պատասխանում։
Բա որ քնած լինի մաման։ Աբուլ, ո՞նց ես։ Ես հույս ունեմ, որ դու այդ հիմար մտքերիցդ արդեն ազատվել ես ու Մարիայի մասին էլ վատ բաներ չես մտածում։ Այդ իրականում հիմա քեզ էլ Դավիթին էլ շատ կխանգարի։ Ռաֆ, ուր ենք գնում։ Ինչ որ միտեղ որտեղ երկուսով կլինենք։ Ու ես վերջապես մինչև վերջ կխոսամ։ Չենք կարող այստեղ խոսել։ Ես տեսնում եմ, որ արդեն քաղաքից դուրս ենք ու ինձ այդ դուր չի գալիս։ Վախենում ես։ Արի գնանք իմ աշխատասենյակ։ Այնտեղ այս ժամին ոչ ոք չի լինում։ Ես քեզ հենց նոր հարց տվեցի, Մարիա։ Վախենում ես։ Ռավ, Արի կլինի անկեղծ լինենք իրար հետ։ Ու չփորձենք իրարից ինչ-որ բան թաքցնել։ Ես դեռ քեզ ոչ մի բան ոչ ասել եմ, ոչ էլ արել, բայց դու արդեն դողում ես։ այդ սրտից է։ Արի ես քեզ տուն տանեմ։ Վաղը կխոսենք։ Ուղղակի չեմ կարող խոստանամ, որ վաղը էլի սենց անկեղծության տրամադրված կլինեմ։ Բայց մինչև տուն տանելը քեզ մի բան պիտի հարցնեմ։ Ինչ։ Ռավ, Մարդ ու խելացի աղջիկ ես։ Ոնց ես կարծում, եթե անգիտակցաբար մարդ է սպանում, դրան ներում կա։ ինչ։ Ուղղակի եմ հարցնում։ Եթե մարդ է սպանում, բայց չէիր ուզում, ուղղակի ստացվել է։ Դրան ինչ-որ ձևով ներում կա, ես օրենքի մասին չեմ խոսում, հասկանում եմ, որ օրենքը հաստատ չի ների, բայց մարդիկ, հարազատները, մտերիմ մարդիկ, ինչ-որ ձև կա, որ կհասկանան ու կներեն։